Ողջույն Արմլուրի հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Ազատ գյուղի հրդեհի գործով տուժողների լիազոր ներկայացուցիչ փաստաբան Նորայր Նորիկյանին։ Պարոն Նորիկյան, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք էլ ենք շնորհակալ։ Պարոն Նորիկյան, հունվարին կլրանա Ազատ գյուղի հրդեհի գործով 3-րդ տարին։ Եկեք մի հատ հասկանանք ու ամփոփենք այս 2.5 տարում, կարելի է այդպես ասել, գրեթե 3 ինչ կա այս գործով։ Որոշ հարցեր մնում են դեռ բաց ու այդ հարցերից մեկն այն է, թե ինչպես ստացվեց, որ տղաները հենց պարկած տեղում մահացան, կյանքից զրկվեցին ու այդ հանգամանքը, պարկած լինելու, տեղից չշարժվելու հանգամանքը քրեական գործում որպես ինչ է դիտարկվել։ Շնորհակալություն, շատ կարևոր հարց եք բարձրացնում, եթե իրավասու մարմինները Հայաստանի Հանրապետության դատախազությունը քննչական կոմիտեն իր համապատասխան ստորաբաժանումներով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների համապատասխան ստորաբաժանումը գործեն յուրաքանչյուրի լիազորությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան մարմինները գործեն իրենց շրջանակներում շատ հնարավոր է որ մենք այդ ձեր կողմից բարձրացված հարցի պատասխանը չունենայինք, որովհետև արդեն ինձ համար ակնհայտ է, որ դեպքի վայրը խախտվել է եւ որով եւ ոչնչացվել են ռազմավարական նշանակություն ունեցող հետքեր, որով եւ մենք չենք կարող եւ որևէ մեկը չի կարող այդ հարցի պատասխանը տալ, թե իրականում ինչպիսին է եղել զոհված-զինծառայողների տեղակայման վայրը։ Իհարկե առանձին ներկայացուցիչները իրենց միջդատական վարույթում տված ցուցմունքում նկարագրել են զոհված-զինծառայողների գտնվելու վայրը, դիրքը, բայց ամեն դեպքում դա պետք է կատարվեր համապատասխան դատավարական ընթացակարգերին համապատասխան, որը եւ խախտվել է, որով եւ հետ ոչնչացվել եւ անհետացվել են բազմաթիվ կարևոր հետքեր։ Եվ հենց ստեղից է առաջանում հանրության մոտ այն վստահության ճգնաժամը, որովհետեւ այս գործի շրջանակներում հարյուրավոր անձինք հարցաքնվել են, դրանց մի մասը նաև դատարանում է որպես վկա դատակոչվելու հարցաքնվել, նրանցից յուրաքանչյուրի ցուցմունքներում առկա են աստիճանի հակասություններ, ոչ միայն մյուս վկայի ցուցմունքներն, այլև իր իսկ նախկինում տված ցուցմունքի հետ, որ ուղղակիորեն պատասխանների փոխարեն ավելի շատ հարցեր են առաջանում։ Իսկ խնդիրը շատ պարզ է, տեղի ունեցել իր նախադեպը չունեցող հանցագործություն, այս հանցագործության վերաբերյալ մենք առաջին օրվանից ասել ենք, որ իրականացվել եւ իրականացվել է մեծ հաշվով փնթի նախաքննություն, ես այդ տերմինը օգտագործելով նկատի չունեմ անձանց վիրավորելու միտում չունեմ, ես ընդհանուր գործի ընթացքը, գործի նկատմամբ դրսևորած պատասխանատու մոտեցումը նկատի ունեմ, ինչ նկատի ունենք փնթի ասելով, որ այդպես էլ չվերլուծվեցին խորքային առումով բոլոր վարկածները, չհերկվեցին անխոցելի ապացույցներով, որպեսզի դժոխք կողմի մոտ հասարակության մոտ երևար կատարված աշխատանքի արդյունքը, որ հասարակությունը, ժողովուրդը, դժողները իրենք գային ներքին համոզման, որ այս վարկածը հնարավոր չէր իրականության մեջ տեղի ունենալ։ Պարոն Նորիկյան, ներողություն ձեզ ընդհատելու համար, ինչ վարկած էր քննվում, բացի այն, որ բոլոր իշխանության ներկայացուցիչները ասեցին, որ բենզին լցնելու դեպք ա եղել, բացի բենզին լցնելու դեպքից, ինչ վարկած է քննվել, որը ըստ երևույթին երևի հաշվի չի առնվել կամ եթե այդ վարկածները առաջ են քաշվել, դրանք ոնց են մերժվել, եթե մերժվել են։ Ընդհանրապես 1-2 հարցումներ ա կատարված, ուրեմն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներին դիվերսիայի վարկածի մասով ասեմ ձեզ, որ արդյոք հակառակորդի ներթափանցման փորձեր եղել են թե ոչ, կամ հակառակորդի կողմից պետական սահմանի խախտման դեպք արձանագրվել է թե ոչ, դրանով կարծեք թե սահմանափակված է որևէ այլ խորքային նախաքննություն այդ վարկածը բացառելու կամ այդ վարկածը հաստատելու ուղղությամբ, ամենայն դեպս քրեական վարույթի շուրջ 25 հատորների մեջ ես չեմ նկատել, ավելին ես ինքս եմ դեռևս 2 տարի առաջ փակ նամակով, իհարկե այդ մասին ես հետո հրապարակեցի, համապատասխան գրություն եմ ուղարկել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, խնդրելով իրականացնել համապատասխան իրենց իրավասությունների լիազորությունների շրջանակներում գործողություններ, բարձելու համար այս դեպքի վերաբերյալ
որևէ օտարերկրյա պետության ազդեցության հետք կամ այս գործով այս կամ այն մեղադրյալի նկատմամբ որևէ գործողության հետք ինձ ընդհանուր պատասխան է տրվել, որ իմ գրությունը ընդունվել է ի գիտություն, համապատասխան գործողություններ իրականացվեն եւ այլն եւ այլն։ Թե մնացած ինչ է իրականացվել է թե ոչ, ինչ որ արդյունք արձանագրվել է թե ոչ, մենք չունենք այս գործի շրջանակներում։ Մենք ունենք ընդհանրապես պաշտոնական վարկած, որի շրջանակներում էլ հիմա իրականացվում է քննությունը։ Քննությունը բոլորի դաշտի առաջ է։ Դուք ինքներդ տեսնում եք, որ բոլոր վկաները կարծեք թե տալիս են մեկը մյուսին հակասող եւ անտրամաբանական ցուցմունքներ, կաշկան 60 ես չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված այս գործի նկատմամբ նման մոտեցումը։ Մենք հիմա ավարտում ենք վկաների ցուցմունքների փուլը, մեկ նիստ հետո ըստ էության կավարտենք, անցնում ենք շատ կարևոր փուլի, փորձագետներն են հարցաքննվելու, որից հետո գրավոր ապացույցների հետազոտումից հետո անցնում ենք մեղադրյալների հարցաքննությանը։ Ես որոշակի հույսեր ունեմ, որ մեղադրյալների հարցաքննությունը որոշակի լույս կսփռի այս գործի վրա, դրանից հետո արդեն ավարտելով գործի ապացույցների հետազոտումը մենք անցնելու ենք լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համապատասխան միջնորդությունների ներկայացման փուլին, ասեմ ձեզ, որ այդ համապատասխան փուլում իհարկե ես այդ մասը խոսել եմ անցած տարի, բայց հիմա քանի որ աստիճանաբար մոտենում է այդ փուլը, ասեմ ձեզ, որ ես միջնորդել եմ, որ դատարան հրավիրվի եւ հարցաքննվի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարարը, մի քանի այլ զինվորականներ, ռազմական ոստիկանության պետը, տվյալ մարզի, մենք միջնորդելու ենք կրկնակի քննչական փորձարարություն իրականացնել հենց տեղում, վերականգնելով ըստ էության այդ ամբողջ ողբերգություն, այդ պատկերը, որովհետև մասնագետներից մեկը նույնիսկ ինձ ասեց, դատարանում հարցաքննված հրշեջներից եւ նույնիսկ զինված ուժերի գլխավոր շտաբի, եթե չեմ սխալվում, հակարդային ծառայության պետը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների այն ժամանակվա նախարարության համապատասխան ներկայացուցիչը, որ տեսականորեն չի բացառվում, որ հենց այդ նույն բենզինի միջոցով վառարանը վառելու process-ը քննչական փորձարարության ընթացքում վերականգնվի, մի հատ հասկանանք, թե ինչպես կարող էր այդ իրավիճակում 15 զինծառայողներ քնած վիճակում չկարողանային, ուրեմն դուրս գալ այդ սահմանափակ տարածքից։ Հիմա կարծեք թե եթե ամփոփեմ այս ձեր հարցի պատասխանը, մենք շատ կարճ ժամանակ հետո մտնելու ենք կուլմինացիոն փուլ այս գործում եւ ես խնդրեմ ձեր ուշադրությունը նաեւ մեր զանգվածային լրատվական միջոցների, որպեսզի հանրությանը տրամադրվի հնարավորինս սպառիչ տեղեկատվություն։ Պարոն Նորիկյան, նշեցիք, որ վկաների ցուցմունքները որոշ դեպքերում չի համապատասխանում, ինչ որ հակասում են միմյանց։ Այդ դեպքում ո՞րն է դատարանի պատասխանը լինելու։ Որտեղ տեսեք, մի քանի մենք դեպք ունենք, տեսեք, թե հիշեք հայտնի արտակարգ իրավիճակների նախարարության հայտնի գնդապետի խոսքը, երբ որ հանրային հեռուստատելևիզիանը տված հենց դեպքից մեկ օր հետո, երբ հայտարարել էր, որ զինված զինծառայողները գտնվել են մահճակալների վրա պարկած վիճակում։ Հետո կտրականապես հերքեց, որ թյուրիմացություն է եղել, իրեն սխալ են զեկուցել, ինքը ներողություն է խնդրում, ինքը այլ ցուցմունք է տվել, տարածրեն 2 օր առաջ տեղ ունեցած դատական նիստում, այդ նույն Զորամասի սպա հոգեբանը, որը զոհված զինծառայողների ծնողների հետ առանձին հանդիպան ընթացքում հաստատել էր, ավելին պնդել էր, որ ինքը դատարանում գալու է հաստատի, որ Գարուշը իրեն ասել է կամ չգիտեմ ովքեր ասել են, որ ողջ մնացած զինծառայողներից Գարուշը դուրս է եկել ոչ թե ճաղավանդակներից, այլ զինծառայողների կացարանի դռնից, տարածում 2 օր առաջ հրաժարվավ իր խոսքերից, ասում է, որ դա իմ կարծիքն է եղել, ես ըստ էության սա իմ տպավորությունն եմ ներկայացել։ Ինչ որ ուժերի կողմից ճնշում կա։ Ես ոչ կարող եմ հաստատել, դա ոչ կարող եմ հերքել, բայց ակնհայտ է հակասությունները։ Ակնհայտ է եւ ոչ միայն այս երկու անձինք, այլև տարբեր գյուղացիներ են եղել, ովքեր ծնողների հետ հանդիպումների ժամանակ այլ տեղեկություններ են հայտնել, ծնողներից հետո, երբ որ արդեն իրավական ընթացակարգերին համապատասխան փորձել են իրենց տեղեկություններ կամ ցուցմունք տալ, լրիվ այլ տեղեկություններ են հայտնել։ Այդ նույնն եղել է նաեւ այլ զինծառայողներից մեկի հետ։ Սա ինչի է
բերում կամ հանգեստում, սա հանգեստում է նրան, որ անվստահությունը այս գործով ոչ մնացած զինծառայողների կամ ականատեսների նկատմամբ աճում է, հանրության մոտ բազմաթիվ հարցեր են առաջանում, վստահության ճգնաժամ է առաջանում եւ մարդիկ չեն հավատում այս գործով իրականացվող արդարադատությանը եւ դատաքննությանը։ Ես հենց սրանից էի վախենում հենց սկզբից, որ վարույթ իրականացնող մարմինը, պետությունը, իշխանությունները պարտավոր էին ձեռնարկել համապատասխան քայլեր, որ այս գործով որևէ մեկի մտքով որևէ այլ կարծիք չձևավորվեր, բայց ունենք այն ինչ ունենք։ Իսկ պարոն Նորիկյան, տեսնում ենք, հետևում ենք դատական նիստերի ուղիղ եթերներին, շատ լարված հրավտանգ մթնոլորտ, այսպես կարելի ասել, եւ ամեն բառից վեճ, ամեն բառից քաշքշոց, ինչու այս իրավիճակը այդպես էլ չի հանդարտվում դատարանում, եթե ամեն վկայի դեպքում սենց։ Ես ձեզ ասեմ, քանի դեռ կան բազմաթիվ հարցեր եւ խնդրում եմ նկատի ունեցեք, որ սա իր նախադեպը չունեցող հանցագործություն է, իր մասշտաբով, իր ծավալով։ Գիտեք ինչ, մենք Արցախյան պատերազմում երկրորդ աղետալի տեսել ենք հազարավոր զոհեր, սա բոլորս մեր ենթագիտակցական հարթության վրա գիտակցել ենք, որ պատերազմական գոտի է, որտեղ զոհերը անխուսափելի են, հակառակորդի ուրեմն բարբարոսական մոտեցումներին ծանոթ ենք եղել եւ գիտակցաբար ենք մոտիկացել մեր յուրաքանչյուր զոհին, խոնարհում եմ մեր բոլոր զոհերի լուսավոր հիշատակին, բայց սա անհասկանալի, սա որևէ պարագայում այս գործի հետ համակերպվել հնարավոր չի, որովհետև ուղղակի մարդ իր սեփական տան մեջ վառվել է։ Ես համարում եմ զինված ուժերի, մեր զորամասերը, մեր զինծառայողների համար տուն, օջախ։ Հետևաբար այս գործի վերաբերյալ, այո, նման վերաբերմունք է, մարդկայնորեն ձևավորվում այդ ագրեսիվ մոտեցում, այդ ծնողների անհանդուրժողական վերաբերմունքը։ Ես մարդկայնորեն ինձ համար հասկանալի է այդ ամեն ինչը եւ այս անորոշությունն է մարդկանց հունից հանում, անորոշությունը, երբ որ գալիս են եւ դատարանում վստահ չեն ներկայացնում իրենց տպավորությունները, իրենց ցուցմունքները վստահ չեն ներկայացնում, ինչը կասկածի տեղիք է տալիս։ Տեսնենք թե հաջորդ փուլում մեղադրյալները ինչ վարկագիծ կդրսևորեն։ Ըստ ձեզ, պարոն Նորիկյան, այս հրդեհի պատմությունը, որը ձեր ասածով բացառիկ է եւ նմանը չի եղել երբեք զինված ուժերի պատմության մեջ, արդյոք անզգուշության հետևանքեր վերջի վերջո, թե դիտավորյալ ինչ-որ մի բաներ, մենք այդպես էլ կհասկանանք, ըստ ձեզ, մեզ համար կբացվի այդ ճակերտները։ Ես շատ ակտիվ հիմա այդ ուսումնասիրությունները իրականացվում են մեր սեփական հետաքննության համատեքստում, ես այդ հարցին կպատասխանեմ մեղադրյալների հարցաքննությունից հետո, Եղիշեի եւ մնացած 4 մեղադրյալների հարցաքննությունից հետո, որովհետեւ այն մեղադրանքները, որոնք առաջադրվել են, բնականաբար դրանք դասվում են անզգույշ հանցագործությունների շարքին, բայց կան որոշակի դետալներ, փաստական տվյալներ, որոնք մեզ համենայն դեպս առնվազն վարկածի տեսանկյունից մեզ տալիս են այլ հարթության վրա գնահատել, ես չեմ ասում, դրանք համոզմունք են, թե ոչ կամ այդպես են, թե ոչ, կրկնում եմ, առնվազն վարկածի դիտանկյունից մեզ տալիս են հնարավորություն ուրեմն այլ կերպ մտածել։ Հիմա, երբ որ մենք այդ մեղադրյալների հարցաքննության փուլը ավարտելուց հետո, մենք կհանգենք որոշակի դիրքորոշումների, չնայած ասեմ ձեզ, ծնողները եւ ես պաշտոնական վարկածի նկատմամբ ունենք խիստ ընդգծված ուրեմն անվստահություն։ Ծնողները ինչին են հակված, որ վարկածի։ Չէ, ծնողների մոտ պետք է անկեղծ ասել, դե իրենք իրավաբան չեն, իրենք հասկանալի է, իրենք զուտ զգացական հարթության վրա են գնահատում այդ իրավիճակը, ծնողների մոտ տարբեր դիրքորոշումներ կան։ Տարբեր վարկածների, այսինքն անկեղծ, եւ դա բնական է, չկա միատեսակ մոտեցում որևէ վարկածի վերաբերյալ տարբեր, այսինքն քննարկումների մակարդակի, կասկածների, վարկածների մակարդակի, սա պես կարող է լինել, սա կարող է լինել, բայց մենք պրոֆեսիոնալ հարթության վրա իմ դժգոհությունը ինչու՞ն է, որ այս իշխանությունը, նկատի ունեմ իրավապահ համակարգը, չկարողացավ լիարժեքորեն իրականացնել այնպիսի քննություն, որը որևէ սողանցքի հնարավորություն չտար, որ այս վարկածը ի սկզբանե բացառվեր եւ որևէ մեկի մտքով չանցներ, ենթադրենք X վարկածի նկատմամբ ունենալ որևէ վերապահում։ Չկա ցանկացած վարկանց այս գործում հիմա էլ ունի կյանքի իրավունք, քանի դեռ ամբողջությամբ հերկված չէ։
Պարոն Նորիկյան, ձեզ կխնդրեմ նաև ասել, ներկայումս կան 5 մեղադրյալներ գործով, որ դեպքում որոնց ինչ պատիժ է սահմանվելու, եթե քննությունը։ Բացի Եղիշե Հակոբյանից մնացած 4 զինվորականների առավելագույն պատիժը 10 տարի է, ընդ որում նայեք Եղիշեինը առավելագույնը 8 տարի է։ Պատկերացեցիք, չէ, որովհետև Եղիշեին այլ մեղադրանք, հա, որովհետև արարք իրավաբանական արարքն է այլ կերպ որակված, որովհետև Վաշտի հրամանատարին ինժեներական ծառայության պետին է, կոմունալ շահգործման ծառայության պետին եւ գնդի հրամանատարի թիկունքի գծով հրամանատարի տեղակալին առաջադրվել է այլ մեղադրանք քրեական օրենսգրքով նախատեսված, իսկ Եղիշեինը այլ մեղադրանք, որը ավելի ցածր պատժաչափ է նախատեսում, իհարկե իր բուն արարքին այդպես է համապատասխանում, ստացվում է, որ Եղիշեն եւ մնացած անձին, եթե ճանաչվեն մեղավոր այս քրեական վարույթի շրջանակներում, Եղիշեն առավել քիչ պատիժ է ստանալու եւ կրելու, քան այն մնացած 4 սպաները։ Այսինքն նրա Եղիշեն առավելագույնը 8 տարի է, նրանց առավելագույնը 10 տարի է։ Իհարկե, եթե գործի վերջնական քննությունից հետո այլ հանգամանքների այդ չգան, այլ վարկած կամ չգա շրջանառության մեջ եւ այլ իրողություն չբացահայտվի, եթե այլ իրողություն կբացահայտվի, որ այս հանցագործությունը տեղի է ունեցել դիտավորության, որ իսկապես Եղիշեն դիտավորյալ է վառել վառարանը եւ մասնակցություն ունի եւ Եղիշի հետ այլ անձինքել են մասնակից այս ոչրագործությանը, բնականաբար մինչեւ ընդཐུպ ցմահ ազատազրկում է սպառնում նշված անձանց։ Խնդիրը ընդամենը պարզել իրականությունը, եթե դիտավորության վարկածը հիմնավորվի։ Շնորհակալություն, պարոն Նորիկյան։ Ես եմ շնորհակալ։